Ախպեր դե հարուստ լինելը լավ բան է, էլի։ Ամբողջ օրը կեր խմի, քեֆ արա։ Հակոբյանը քանի օրով վերցրել ես համարը։ Մի ամսով։ Ջան, մի ամիս կայֆերի մեջ ենք։ Այսօր Երևանի տան վճարի վերջին օրն է։ Եթե չվճարեմ, Անուշը Զոքանչիս հետ դուրսը կմնա։ Զոքանչի հարսանիքի օրը ամուսնության առաջարկ արեցի։ Ասում եմ, բայց դուք շատ հումորով եք։ Արսեն, դրա ժամանակը չէ։ Գումար որտեղից գտնենք տան վարձը տանք։ Ժիգուլին ծախի ռադարա, տան վճարը տուր։ Հիմա ինչ ես որոշել։ Զանգի քո ընկեր Մեխակին ասա, որ մեքենան մեր մոտ է։ Մամ ջան, ինչի ես վեշերդ հավաքել։ Խիդու հլահույս ունես, որ Տիգրանը գումարա ուղարկելու։ Հա Տիգրան։ Անուշ ջան, հանգիստ եղիր, տան վարձը ուղարկել եմ։ Բա քեզ որտեղից գումար։ Մեքենան եմ վաճառել, հիմա առնողը կգա փաստաթղթերի ետևից։ Դե գնացեք ձեր բանվորական շորը հակեք եկեք, ասեմ ինչ պիտի անեք։ Ափսոս էլ է այս շորերով աշխատենք։ Մեր հակած շորերից սիրուն է։ Վերցրու ու տանդ վճարը ուղարկի։ Ես արդեն վճարել եմ։ Բա որտեղից գումար։ Մեքենաս վաճառեցի։ Խոպանը հեչ լավ բան չի, կաշվեցի, գալիս են ու լրվում են, խրվում են, դուն տեղ սաղմորանում են, ծնդում են։ Ախպեր քանի փող կա ձեռներս, մի հատ կաֆե մտնենք, մի քիչ զվարճանանք։ Արսեն, էլի սկսար։ Հորս արև մի ժամ հանգստանանք ու հյուրանոց գնանք։ Извините, но мы не можем пустить вас в клуб. Բայց в чем проблема? Проблема у вас. У нас нет проблем. Просто без объяснений причин вы не можете зайти сюда. Ինչ ա եղել Արսեն, ինչի չի թողնում։ Չգիտեմ, գնացինք հյուրանոց։ Это ваша машина. Да, конечно, наш. Вам придется оплатить 3000 рублей, потому что тут частная парковка. Тогда не наш. Ախպեր, քել տաքսով գնանք ավելի էժան կպրծնենք։ Դա մեքենան։ Այդ արդեն Տիգրան ջան, մեր խակի խնդիրն է։